Պարոն Աշոտյան, եւ վերջին հարցը աշխարհակարգ է փոփոխվել տարածաշրջանում ում ազդեցության տակ կհայտնի հարավային Կովկասը։ Սիրիայի ճգնաժամը, ակնհայտ է, որ երկու դաս պետք է քաղել, որ Թուրքը չի փոխվել 100 տարվա մեջ, Եվրամիությունը ցավում եմ արձանագրում էլ ավելի վատնա դարձել առասարակ։ Հիշում եք, Հայաստան քննարկումների ժամանակ շատերը ասում են ժամադրենք, հետո ամուսնանանք եւ այլն, եվրոպական քաղաքական վերնախավի պահվածքը Սիրիայի մասով եւ վստահ եմ Հայաստանի մասով նույնն է լինելու։ Հետեւյալն է՝ շնանանք, բայց չամուսնանանք։ Եվ սա այն բանն է, ինչ որ գալու է հայ ժողովրդի գլխին։ Եթե նորից ուրիշի օրինակով ուրիշի սխալները չենք ուզում կրկնել, ուզում ենք անպայման սեփականը նորից արյունոտ տեսնենք, գիտեք, այդ փորձերը թուրքական շնաձկանը ներկայացնել որպես դելֆին, դրանք գիտաֆանտաստիկ ժանրից են, որովհետև այդ արյան համը առաջ շնաձուկը թուրքական էքսպանսիոնիզմի երբեք դելֆին չի եղել ու չի լինելու։ Եվ եթե այ ժողովրդին թվում է, որ կարա գնդակով է դելֆինի հետ խաղա փաթաթվի գուրգուրի եւ համբուրի, Նիկոլին է թվում, կներեք այս պարագայում ոչ թե ամբողջ ժողովրդին, թե ինչպիսին է այդ դելֆինի շնաձկանը դելֆինի տեղ դնելու սխալ հետևանքները ինչպիսին են, Սիրիայի ողջ պետական իրադարձությունները դրա մասին են։ Նիկոլն իրեն ասում է ժողովրդի տեղապահին ի վերջո հնարավոր է հեռացնել անգամ նրա բռնաճնշումների պարագայում, եթե նրա կողմից գործադրվող եւ գործադրվելիք։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը իր վերջի այսօրվա գրառումներով մի բան էլ բացահայտեց, ինքը հասկանում է, որ ինքը այնքան վատ բան է, որ իրան բերել է ՉՊ-ը։ Այսինքն չի ասում, էլի գոնե հերներ ասել, վայ Սերժ Սարգսյան, Քոչարյան, լավ բան եք արել, եք ինձանից հրաժարվում, եթե դուք եք ինձ վերել, լավ բան եք արել։ Ինքն էլ գիտի, որ շատ վատ բան է, ինքը իր պաշտոնավարումը եւ շատ լավ հասկանում է այդ բարձր պատասխանի մեջ, որ բոլորը մեղադրում են, որ ինքը որպես քաղաքական էակ գոյություն ունի։ Եվ իր պատասխանները հենց այդպիսին էին։ Շնորհակալ եմ։